Հիմա ժամանակն է պատրաստել մեր փափուկ խաղալիքի կտուցը։ Մինչ այս պահը դուք արդեն տիրապետում եք բոլոր անհրաժեշտ հմտություններին, առաջիկա երկու շրջանները ինքնուրույն կատարելու համար։ Մեր գծապատկերում նշված է, որ պետք է ամիգուրումի օղակի մեջ գործել 6 անթել սյուն։ Եթե ցանկանում եք, կարող եք հետևել ինձ, ես պատրաստում եմ ամիգուրումի օղակը և հետո կատարում 6 անթել սյուն այդ օղակի մեջ։ Եթե ձեզ անհրաժեշտ են ավելի մանրամասն կամ դանդաղ ցուցումներ, կարող եք վերադառնալ մեր նախագծի առաջին մի քանի վիդեոներին։ Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ օգտագործեք ձեր ամրակը, նշելու առաջին ստեղծված հատը։ Դե ինչ, այժմ դուք կարող եք պատրաստել ձեր ամիգուրումի օղակը և անցկացնել 6 անթել սյուն այդ օղակի մեջ։ Վերհիշենք, ես մի փոքր ավելի արագ ցույց կտամ։ Գործում ենք 6 անթել սյուն։ Ամրակը տեղադրում ենք մեր առաջին սյունի վեի տակ և շարունակում ենք մեր գործը։ Երեք, չորս, հինգ, և 6։ Ահա և դուք հաջողությամբ գործեցիք ձեր ամիգուրումի օղակը 6 անթել սյունով։ Այժմ կարող ենք անցնել հաջորդ շրջանին։ Ինչպես նշված է գծապատկերում, պետք է կատարել 2 անթել սյուն, այնուհետև ավելացման հատ։ Այս հաջորդականությունը կրկնել 2 անգամ։ Դա կտա 8 հատ։ Երբ ավարտեք երկրորդ շարքի գործը, կտուցը այսպիսի տեսք կունենա։ Այ այսպես։